Լուսանկարիչն այն մարդն է, ով կարող է օգնել կնոջը, տեսնել եւ սիրել իրեն այլ կերպ։ Մի ճիշտ լուսանկար կարող է փոխել վերաբերմունք, առաջին հերթին սեփական անձի հանդեպ, որովհետեւ լուսանկարը պարզապես պատկեր չէ, այլ հարաբերություն, կնոջ եւ լուսանկարչի միջեւ։ Երբ տաղանդավոր Վիգեն Մնոյանն է լուսանկարում, նույնիսկ պերֆեկցիոնիստ Անի Զաքարյանը հանգիստ է։ Վիգենի օբյեկտիվը չի ուղղում, չի կերտում։ Պարզապես տեսնում է այն, ինչ պետք է տեսնել։ Վիգենը Հայաստանի լավագույն ֆոտոնկարիչներից է, եթե ոչ հենց լավագույնը, եւ կարծես թե այսպես երազանքի նման է, վստահ եմ, յուրաքանչյուր մեկի համար երազանքի նման է լինում իր հետ աշխատելը։ Եվ իմ երազանքը փաստորեն այդ առումով այսօր իրականացել է։ Վիգենը շատ բացի այն, որ կարգին մարդ է, շատ լավ ֆոտոնկարիչ է, որ տեսանկյունից հարմարավետ է աշխատանքի մեջ, իսկ դա շատ կարևոր է եւ ոչ թե հարմարվում է, այլ ինքը իսկապես ստեղծում է հարմարավետ գոտի, որպեսզի տվյալ մարդը, ով այդ պահին տաղավարում է եւ լույսերի ներքո, օբյեկտիվի ներքո չլարվի, ավելորդ լարվածություն չունենա, մտքեր չլինեն ավելորդ, այլ հակառակը հանգստություն է բերում Վիգենը, ինքնավստահություն է բերում, ինչը շատ կարևոր է տվյալ մարդու համար, որն այդ պահին տաղավարում եւ օբյեկտիվի ներքո է, եւ փաստորեն հենց երևի դրա արդյունքում են Վիգենի նկարներն այդքան հաջողված, որովհետեւ այն բոլոր ֆոտոնկարները այստեղ գալուց առաջ էլ երբ ես ուսումնասիրում էի, իսկապես լավն են, իսկապես լավագույններից են, յուրաքանչյուր շարքը, չկա այդպիսի մի շարք, չկա այդպիսի մի անհատ, որի հետ կատարած աշխատանքը, նկարները եւ արդյունքը լինի դե ասես դե լավ, դե այս մեկը ոչինչ, չէ, այդպիսի նկարներ չունի, իսկապես բոլորը լավն են եւ մեկը մյուսից լավը։ Վստահ եմ իմ նկարներն էլ են լավը լինելու։ Վիգեն, այ դուք ինչպես եք կարողանում ստեղծել այն էներգետիկ դաշտը, վստահության մթնոլորտը, կնոջը նկարելիս, որպեսզի ինքը իրեն ավելի ազատ ու ինքնավստահ զգա հարմարավետ եւ բացվի տեսախցիկի առջեւ։ Ընդհանրապես պորտրետիստի աշխատանքի մի մասը այդ հոգեբանությունն է, զուտ լուսանկարչությունը չի։ Չեմ կարող բառերով դրա մասին ասել իհարկե, բայց պետք է ունենաս վերաբերմունք քո աշխատանքին ու քո մոդելին։ Շատ կարևոր է, որ դու գտնես ընդհանուր եզրեր, ընդհանուր խոսելու բան, բացես մարդուն, կարողանաս տրամադրես քեզ, որպեսզի ստանաս այն նկարները, որը որ անկեղծ են, որը որ հենց այդ մարդն է նկարում պատկերած, ոչ թե մի գեղեցիկ պատկեր, հա, այսինքն զուտ կոնկրետ մարդն է նկարում։ Ու նորից ասեմ, որ դա պորտրետիստի ամենակարևոր գործառույթն է։ Կան սկզբունքներ, որոնք երբեք չեք խախտում նկարելիս։ Չկան ինչ-որ կոնկրետ սկզբունքներ, դե բարոյական սկզբունքները բնականաբար չեմ խախտում, այսինքն մտքովս էլ չի անցել, հարցը տվեցիք առաջի անգամ դրա մասին մտածեցի, լուսանկարչության մեջ էլ, եթե գեղարվեստական սկզբունքների մասին է, տենց բան չկա, բայց մարդկային ու բարոյական սկզբունքները բնականաբար այն համամարտկային սկզբունքներն է, որը ոչ աշխատանքի մեջ, ոչ էլ առօրյա կյանքում փորձում եմ չանցնել։ Կանայք շատ հաճախ իրենց նկարներում այլ կերպ են տեսնում, քան դուք որպես լուսանկարիչ։ Այ ինչպես եք կարողանում այնպես անել, որ հետո իրենց սիրեն իրենց նկարներում։ Գիտեք, ամենակարևորը անկեղծությունն է։ Ամենակարևորը գտնել մարդու հետ այդ էներգետիկ դաշտի մեջ մտնել, ամենակարևորը տեսնել այդ մարդուն գեղեցիկ։ Իսկ վերածելը պատկերին դա արդեն տեխնիկական եւ փորձի հարց է, էլի։ Շատ կարևոր է առաջին մասը, այսինքն դու զգաս այդ մարդուն, հասկանաս այդ մարդուն, ուզենաս իրեն փոխանցել նկարում ստանալ իրեն այդպեսին։ Կա այսպիսի հանրահայտ արտահայտություն, ես ֆոտոգենիկ չեմ։ Ընդհանրապես տես բան չկան, կան մարդիկ, ում ավելի հեշտ է նկարել, հա, ու մարդիկ, ում ավելի դժվար է նկարել, թե չէ ֆոտոգենիկ, չֆոտոգենիկ, տենց հասկացություն չկա։ Յուրաքանչյուր մարդու իր մոտեցումն է պետք ցույց տալ ու համոզված եմ յուրաքանչյուր մարդուն կարելի է ստանալ հետաքրքիր անմիջական գեղեցիկ նկարներ, ընդամենը պետքա ման գալ։ Ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։
Դա չափազանց բարդ հարց է։ Եթե պատասխանը իմանա ինչու համար, կարող է տենց չսիրե իմ աշխատանքը, դա իմ զուտ աշխատանքը չի էլի, այսինքն մենակ ես չեմ առավոտ շուտ վեր կենում, ատամներս լվանում, գնում աշխատանքի, որ աշխատեմ։ Դա բնականաբար ստեղծագործական process-ն է ու անդադար սովորելը, անդադար նոր բաներ բացահայտելն ու տեսնելն է, որը որ ստիպում է անդադ դու նոր բաներ քո համար գտնես։ Երևի ամենաառաջինը դա է։ Լավ, իսկ այս զգացողությունը, որ Վիգեն Մնոյան անուն ազգանունը այսօր բրենդ է։ Գիտեք, երբեք դրա մասին չեմ մտածել, հա։ Ես հասկանում եմ դա իհարկե, անշուշտ, բայց երբեք չեմ մտածում, որ դա ինչ որ բանին օգնում է կամ խանգարում է, ամենայն դեպս ներքին իմ համար։ Միգուցե ավելի հեշտ է վաճառել դա, եթե դու որոշակի փուլի ես հասել, ինչ որ աշխատանքից ելնելով, հասել ես, բերել ես քո անունը ինչ որ մի բանի ես հասցրել, բայց իմ աշխատանքի մեջ դա ինձ երբեք թույլ չի տալիս, որ ես թերանամ կամ ինչ որ բան անեմ մի քիչ ավելի, ասեմ դե լավ, ոչինչ, կասեն եկել են Վիգենի մոտ նկարվել են, լավ, չէ, միշտ ձգտումը լավ, ավելի լավ լինելուն, դա անդադար process է։ Այսօր ավելի շատ ձեզ են ընտրում, թե դուք եք ընտրում։ Սենց ասեմ, լինում են աշխատանքներ, որից ես հրաժարվում եմ, հա, հաշվի առնելով շատ հանգամանքներ ու ամենաառաջինը դա ինձ հետաքրքիր է, թե չէ։ Բայց դրա հետ միասին դու պրոֆեսիոնալ ես, լավ բաներ կա, որոնք որ պիտի քեզ էլ ընտրեն բնականաբար ու դու բավարարես պատվիրատուի ցանկությունները։ Դրա համար երևի երկուսն էլ կա։ Երբ եք համարում ֆոտոշարքը հաջողված, երբ պատվիրատուն է ուրախությունից ճչում, թե ձեզ դուր է գալիս։ Չէ, ես շատ դեպքեր եմ ունենում, երբ որ պատվիրատուն շատ է հավանում նկարներից մի ավել քանակել հավանում է, քան պայմանավորվել ենք, որ պիտի լուսանկարվի, բայց ես բավարարված չեմ լինում աշխատանքով, տենց լինում է, չեմ կարող ասել, որ հազվադեպ է լինում է, ոչ էլ կարող եմ ասել, որ շատ հաճախ է լինում, բայց շատ կարևոր է, որ ես գոհ լինեմ, այսինքն ես հասկանամ, որ ես 100%-ով բոլոր ջանքերս դրել եմ, որ արդյունքի հասնեմ, բայց հանգամանքները շատ են լինում, հա, այսինքն շատ բաներից է կախված, մենակ լուսանկարչից բնականաբար կախված չի վերջնական արդյունքը, ու լինում են դեպքեր, ես հասկանում եմ, որ ավելի շատ կարող էի աշխատել, ավելի լավ կարող էի աշխատել, ու դա կարծում եմ շատ կարևոր է, որտեվ հակառակը նշանակում է դու կանգ ես առնում էլի, երբ որ դու ամեն արածդ ասում ես, վայ, ես ինչ շեդևր եմ ես նկարել, դա վերջն է, արդեն ամեն ինչի վերջը դրանից է սկսում։ Հաջողության բանաձևը։ Միանշանակ աշխատասիրությունը, իհարկե իմ վարպետները ինձ մի քիչ գլուխ գովեմ, ինձ ասում էին, որ ես ունեմ բնատուր տվյալներ լուսանկարիչ լինելու համար, բայց աշխատասիրությունն է, որը կարող է քեզ սովորական մասնագետից դարձնի լավ մասնագետ։ Աշխարհահռչակ որ կնոջը կուզենայիք ֆոտոշարք անել։ Մոնիկա Բելուչին է միշտ եղել, նենց էլ ստացվել է, որ ընդհանուր ընկերներ ունեմ, բայց դեռ չի հաջողվել այդ իրականացնել ու հիմա էլ իհարկե 20 տարի առաջ էլ Մոնիկա Բելուչին, 10 տարի առաջ էլ հիմա էլ Մոնիկա Բելուչին, մնում է Մոնիկա Բելուչի։ Ինչն եք առաջինը նկատում կնոջ մեջ։ Ընդհանուր պատկերն է, որտեվ մի քիչ եթե դու շատ ես մասնագիտության մեջ խորանում, կոմպոզիցիա ես էլ միշտ պատկերացնում, իսկ կոմպոզիցիան դա տարբեր բաների համադրությունն է, դրա համար երևի ընդհանուր պատկերն է։ Կնոջ կարևորագույն հատկանիշը։ Կնոջ կարևորագույն հատկանիշները կարծում եմ հավատարիմությունն է եւ բարությունը։ Ինչ պետք է անել կնոջ սիրտը շահելու համար։ Պետք է լինես նենց ոնց որ կաս։ Ուժեղ կին, թե թույլ։ Ուժեղ կին, որը թաքնված է թույլ կնոջ կերպարի տակ։ Ինչն է կնոջ գլխավոր ուժը։ Կնոջ գլխավոր ուժը շատ զենքեր ունեն կանայք, շատ զենքեր ունեն, որոնց դեմ տղամարդիկ անզոր են։ Շատ բազմաթիվ են զենքերը։